Հրավիրում եմ ձեզ ձեր աստվածաշնչները բանալ Սաղմոս 40-ին. Please turn your Bibles to Psalm 40. Սաղմոս 40. Տիրոջ խոսքը այսպես ենք կարդում. Երկողների գլխավորին Դավիթի Սաղմոս. Սպասելով սպասեցի Տիրոջը, և նա դեպի ինձ նայեց, և աղաղակս լսեց, և ինձ հանեց կորստի հորիցը, տիղմոտ ցեխիցը, և վեմի վրա կանգնեցրեց ոտներս, և գնացքս հաստատեց, և նոր երկ դրավ իմ բերանումը մեր Աստծո օրհնությունը, շատերը կտեսնեն և կվախենան և Տիրոջը կհուսան։ Երանի այն մարդին, որ նա իր հույսը Տերն է շինում և ամբարտավաններին և ստության հետևողներին չի դառնում։ Շատ են քո հրաշքները, որ դու արիր, ով Տեր Աստվածս, և քո խորհուրդները մեզ վրա են։ Ոչով քեզ հավասար չէ, կպատմեի և կխոսեի դրանց, բայց համրանքից շատ են։ Պատարագի և ընծայի չհավանեցիր, բայց ականջներս բացարիր, ողջակեզ և մեղքի համար պատարագ չպահանջեցիր, ապա ասեցի, ահա գալիս եմ, գրքի տոմսումը գրված է ինձ համար, քո կամքը կատարել կամեցա, ով Աստվածս, և քո օրենքը իմ սրտիս մեջ է։ Ես արդարություն եմ քարոզում մեծ ժողովրդի մեջ, ահա իմ շրթունքները չեմ արգիլում, Տեր, դու գիտես, քո արդարությունը չեմ թաքցնում սրտիս մեջ, քո ճշմարտությունն ու փրկությունը պատմեցի, քո ողորմությունն ու հավատարմությունը չեմ ծածկում մեծ ժողովքի առաջին, բայց դու, Տեր, մի հեռացնել ինձանից քո գթությունը, քո ողորմությունն ու հավատարմությունը թող միշտ պաշտպանեն ինձ, որովհետև անթիվ չարիք պատեցին ինձ, իմ անօրենությունները հասան ինձ վրա, որ չեմ կարող տեսնել, ավելի շատ են իմ գլխի մազերիցը և իմ սիրտը թողեց ինձ, Տեր, հաճիր ինձ փրկելու, Տեր, շուտ արա ինձ օգնիր, թող իրար հետ ամաչեն և ամոթ լինեն իմ անձը կորցնել խնդրողները, թող ետ դառնան և խայտառակ լինեն իմ չար ուզողները, իրենց ամոթի պատճառով պիտի զարհուրեն նրանք, որ ինձ ասում են, վայ, վայ, թող ցնծան և ուրախանան քեզանով, ամեն քեզ խնդրողները, թող քո փրկությունը սիրողները միշտ ասեն, Տերը փառավորվի, բայց ես խեղճ եմ և աղքատ, Տերը հոգս է անում ինձ համար, իմ օգնությունն ու փրկությունը դու ես, ով իմ Աստված, մի ուշանալ։ Ամեն։ Ով մեր Տերը, նորից մի անգամ ևս կանգնել ենք քո խոսքիդ առաջին։ Կարոտով, ակնկալությամբ և հավատքով սպասում ենք Տեր, որ դու մեր հոգիներին խոսես, որ խոսքիդ մեկնաբանությունը մեր կյանքերի մեջ գործադրության կարողանանք դնել քո զորությամբ։ Օգնիր մեզ, բաց մեր աչքերը, բաց մեր ականջները, ով Սուրբ Հոգի Տեր, դպչիր մեր հոգիներին և մեզ գազդուրիր հոգևորապես, մեզ առաջնորդիր, որպեսզի քեզ նմանվենք։ Անունով եմ խնդրում մեր Տերը։ Ամեն։ Այսօր Տիրոջ շնորհքով հենված այս կարդացված Սաղմոսին նպատակս է բացատրել, թե հավատացյալներս մեր կյանքում մի դժվար վիճակից ազատվելու համար, երբ աղոթում ենք, այդ աղոթելուց հետո ինչ պիտի անենք։ Այսօր և Տերը կամի մյուս անգամ այս նյութը պիտի շոշափենք այս 40-րդ Սաղմոսի մեջ։ Առօրյայի կյանքի ընթացքում օրվա դժվարությունները պակաս չեն։ Բոլորս էլ երբեմն այսպես կամ այնպես
կյանքի ծանր, դժվար, նեղ, ճնշիչ, ցավոտ, վշտալի եւ երբեմն էլ ահավոր, սարսափելի եւ վախենալի, զարհուրելի վիճակներից ենք անցնում։ Բնական է մեզ հավատացյալներիս համար, որ երբ որ այսպիսի վիճակից անցնենք, անմիջապես Աստծուն ենք դիմում։ Մեր կացությունը մեր երկնավոր հոր գահի առաջ ենք բարձրացնում։ Ներկայանում ենք նրա ներկայության մեջ եւ նրանից ազատություն, փրկություն, խաղաղություն ենք խնդրում։ Սա կարող եմ ասել հավատացյալներիս գրեթե բոլորիս հուսամ առօրյա փորձառություններից մեկն է։ Եվ չկա մի այնպիսի հավատացյալ, որ ասի թե ինքը կյանքում իրապես Աստծո հետ քայլում է, հավատացյալ է եւ երբևիցե դժվարություն չի ունեցել եւ երբեք Աստծուն աղոթք չի արել, որ իրեն ազատի։ Այդպիսի մեկը գոյություն չունի։ Նույնիսկ Տեր Հիսուսը աղոթեց խաչելությունից առաջ եւ Հոր Աստծուն ասեց որպես մարդ. Եթե հնարավոր է այս բաժակը ինձանից անցկացնես, որտեղ շատ ահավոր էր իր արջևը եղած խաչելություն։ Բայց հարցը ուրիշ է այսօր։ Մեր սերտողության նյութը ազատման աղոթք անելը չի, թեպետ դրա մասին խոսեցինք անցյալին։ Կետը այս է, թե այդ պարագայից անցած պահին ազատման աղոթք անելուց հետո ինչ պիտի անենք։ Ինչ մտադրությամբ եւ վերաբերմունքով պիտի ապրենք։ Մեր արջևը պարզված ամենօրյա կյանքը ինչպես պիտի վարենք աղոթելուց հետո։ Հաճախ հավատացյալներս դժվարության պահին աղոթում ենք եւ այդքանով չբավարարված նաեւ մեր շրջապատում եղող ուրիշ հավատացյալներին էլ իմաց ենք տալիս, լուր ենք տալիս, որ նրանք էլ մեզ համար աղոթեն եւ սա շատ լավ բան է, քաջալերական է եւ պիտի անենք։ Եվ թե անհատապես, թե հավաքականապես Աստծուն աղաչում ենք, աղերսում ենք, նրա կամքն ենք խնդրում, վստահում ենք, հենվում ենք, հանձնվում ենք եւ նրա խնամարար եւ հրաշագործ բազուկին ենք ենթարկվում, վստահում եւ երբ բոլոր սրտանց մեր սրտի ցավը, նեղությունը, սարսափը, կասկածը, վախը ներկայացնում ենք, մեր մեղքերը խոստովանում ենք, մեր մտատանջությունների ծանր բեռները, որ մեր ուսերի վրա մեզ տանջում են, մեզ ծանրացնում են, գալիս ենք Աստծո գահի առաջին աղոթքով եւ այդ ծանրոցները կարծես թե դնում ենք Աստծո առջև եւ շունչ ենք առնում, հանգստանում ենք, իմանում ենք, որ Աստված իր ամենակետ իմաստությամբ, իր նախախնամ բարի կամքով, ուշ կամ կանուխ մեզ պիտի պատասխանի, և ինչ էլ որ պատասխանի մեզ համար բարի է, և այդ աղոթքի պահին մենք հոգևորապես շատ լավ ենք զգում, շատ հանգիստ ենք զգում, մեզ նեղող, բեռնավորող խնդիրները մեր ուսից վայր ենք իջեցնում և դնում ենք Աստծո գահի առաջին։ Եվ այնտեղ կարծեք թե մի ձև թեթևություն ենք ապրում։ Նրան ենք վստահում, նրան ենք հենվում, նրա զորությունն ենք վայելում և նրան հանձնվում ենք այդ աղոթքի պահի մեջ։ Այս անելով Աստծո գահի առաջին մեր հոգին հանգիստ է գտնում։ Մեր ներքին և մտային ծանրաբեռնությունից մենք թեթևացած աղոթքից վեր ենք կենում, բայց հետո ինչ։ Շատեր վեր կենալուց հետո այս աղոթքի պահից նորից այդ նույն ծանրոցները առնում են և դնում են իրենց ուսին և շնորհած գահի առջև իջեցրած այդ բեռները նորից են իրենց վրա բեռնում ու շալակած ետ իրենց առօրյային են վերադառնում։ Ոչ շատ հետո նրանք դարձյալ նույն ցավը, նույն նեղությունը, նույն ծանրությունը, նույն հոգը, նույն տրտմությունը, նույն տառապանքը վերապրում են օր առ օր ու չի վերջանում, այս կլորը կրկնվում է։ Սակայն տեսեք,
Բարի լուրը այս է Սաղմոսի մեջ։ Թե ինչպես այս Սաղմոսով Աստված մեզ իր պատվական խոսքի միջոցով մեզ աղոթքից հետո մեր առնելիք քայլերի մասին հիանալի ուսուցմունք է տալիս։ Այս Սաղմոսը լավ հասկանալու համար դրան 6 կետերի պիտի բաժանենք, 6 քայլերի։ Այսօր դրանցից միայն 3-ը պիտի սերտենք։ Մյուս 3-ը հաջորդ անգամ Տերը կանի։ Որպեսզի մենք կարողանանք դրանք մեր կյանքում գործադրենք եւ մեր հոգեվոր կյանքը լինի հառաչխաղացքի կյանք, ոչ թե մնացած, թմրած, գաղճացած կյանք։ Ուրեմն հարցումը այս է թե մի խնդրի շուրջ, մի դժվարությունից ազատվելու համար, նեղ պարագայից փրկվելու համար աղոթելուց հետո ինչ պիտի անենք։ Տեսեք, այս Սաղմոսի առաջին համարից սկսյալ տեսնում ենք, թե Դավիթը մի նույնանման փորձառությունից է անցնում։ Նախ առաջ ասեմ, որ եթե տեսնեք 15-րդ համարից սկսյալ, իրականության մեջ 13-րդ համարից սկսյալ, նա դարձյալ աղոթում է, որովհետև տակավին չարիքի մեջից է անցնում։ Տակավին իր վրա թշնամիներ կան։ Այդպես չի, որ մի անգամ միշտ ազատվել է այդ թշնամիներից։ Ուրեմն այդ փորձառությունը Աստծո հոգին Դավիթին գրի է տալիս եւ Աստվածաշունչ է դառնում, որպեսզի մեր նման խեղճերն էլ Դավիթի նման, երբ մատնվում ենք այսպիսի պարագային, իմանանք ինչ անենք։ Դավիթը առաջին համարից իր կյանքի փորձառությունն է պատմում։ Ասում է. «Սպասելով սպասեցի Տիրոջը, եւ նա դեպի ինձ նայեց եւ աղաղակս լսեց, ինձ հանեց կորստյան հորից, տիղմոտ ցեղից եւ վեմի վրա կանգնեցրեց ոտներս, գնացքս հաստատեց, նոր երկ դրավ իմ բերանումը, մեր Աստծո օրհնությունը, շատերը կտեսնեն եւ կերկյուղեն եւ Տիրոջը կհուսան»։ Այս համարների մեջ Դավիթը իր աղոթքը հավատքով եւ սպասումով Տիրոջ ներկայացնելուց հետո 3 քայլեր առնում։ Առաջին 3-ը այսօր պիտի սերտենք։ Նախքան առաջին քայլի մասին խոսելը, նախ նկատի առնենք Դավիթի աղոթելու եւ այդ աղոթքի ետևը կանգնող Դավիթի կեցվածքը, his attitude. Դավիթն ասում է. «Ես սպասելով սպասեցի»։ Ինչ է նշանակում, երբ Դավիթն ասում է. «Ես սպասելով սպասեցի»։ Նախ ասենք, թե ինչ չի նշանակում։ Երբ Դավիթն ասում է, որ աղոթեցի եւ հետո սպասելով սպասեցի, չի նշանակում, որ աղոթելուց հետո ձեռքերս ծալեցի, դիվանի վրա նստեցի, ոտներս տնկեցի ու սպասում եմ, որ Աստված հրաշք կանի։ That's not what it means. Անտարբեր, անշարժ, ծույլ, անզգա, անկորձ Մենակ սպասում եմ, աղոթում եմ ու սպասում եմ, ոչ գործի եմ գնում, ոչ աշխատանք ունեմ, ոչ դպրոց եմ գնում, ոչ դաս եմ սովորում, ոչ մի բանի օգտակար եմ լինում, ոչ տան մեջ եմ աշխատում, ոչ դուրսն եմ աշխատում, մենակ աղոթում եմ ու նստել եմ ու սպասում եմ Աստծուն։ That's not what it means. Այդ չի նշանակում երբեք։ Սա լեզվական եւ բանաստեղծական ոճ է, սիրելիներ։ Նրանք, ովքեր Ինուկեսի դասարանի ներկա են, արդեն սովորել են, թե ինչ է նշանակում բանաստեղծական ոճին ուշադրություն դարձնել։ Ահա մի օրինակ։ Այս բանաստեղծական ոճը, this is a linguistic, artistic ձև է։ Աստծո հանդեպ Դավիթի ունեցած աղոթքի մտայնությունն է ցուցաբերում, թե ինչ մտայնությամբ, ինչ կեցվածքով, ինչ attitude-ով է աղոթում Դավիթը, երբ որ աղոթում է։ Անգլերեն թարգմանության մեջ ասում է. ես համբերությամբ սպասեցի, I waited patiently. Համբերությամբ սպասեցի, բայց անգլերենը բանաստեղծական ոճ չի գործածում, ավելի ուղղակի մեկնաբանական ոճ է գործածում։ Ճիշտ ինչպես հայերեն թարգմանությամբ, որ ավելի գեղեցիկ է։ Նմանապես բնագիր եբրայեցերենն էլ ճիշտ հայերենի պես է։
Նույն բառի արմատը երկու անգամ գործածվել է, սպասել բառն է։ Երբ ասում է սպասելով սպասեցի, այս կրկնակի ոճով, այս բանաստեղծական ոճով Աստծո հանդեպ Դավիթի ունեցած կեցվածքը շեշտվում է։ It underlines with this repetition David's attitude towards God and his prayer and his trust towards God. It underlines it. Այսինքն Դավիթը իր աղոթքը հենց վրազ, աճապարանոք, ոտի վրա, ավանդության սիրուն, սովորության համաձայն չէր անում։ Լավ մետ աղոթենք ու գնանք, ոչ այդպես չէր։ Ոչ էլ նա այսօրվա աղոթողների պես Աստծուն հրամայելով էր աղոթում, ով Տեր, հիմա ուզում եմ, հիմա հրամայում եմ Սուրբ Հոգի Աստված, որ դու իջնես։ Մենք այդպես չենք աղոթում, որտեղ ոչ ոք Աստծուն չի կարող հրամայել։ Պահանջել։ Հիմա ուզում եմ քեզանից, մենք Աստծուց շատ բան չենք կարող ուզել։ Շատ որ անենք, Աստծուց կարող ենք աղերսել։ Էդ էլ Տերոջը արժանիքով, ոչ թե մեր արժանիքով։ Ուշադիր լինելու ենք ինչպես ենք աղոթում։ Խնդրել, աղաչել։ Ուրեմն Դավիթը իր աղոթքը որպես հոգևոր բառերի շարան կամ հավատացյալներից ակնկալված սովորության խոսքերի չարադրություն չէր ասում։ Դավիթը իր աղոթքը Տիրոջը սպասումով, սպասելով էր ասում։ Այսինքն նա իր աղոթքը անելիս նա Աստծո գահին մոտեցել էր այն մտադրությամբ, այն վստահությամբ, այն հավատքով, այն կենդանի եւ իրական հույսով, թե Աստված անշուշտ պիտի լսեր իր աղոթքը եւ Աստված անպայմանաբար կշարժվեր, թե ինչ պիտի տար, չգիտեմ, բայց ինչ էլ որ տար ինձ համար բարի է, որտեվ մեր Աստվածը բարի է եւ բարի անող է, ասում է Աստծո խոսքը։ Տերը իր աստվածային ձևով, իր բարեհաճությամբ, Աստծո հարմար դատած ժամանակին, Աստծո փառքի համար, Աստծո ծրագիրները Դավիթի կյանքի մեջ եղած եղելություններով հարաջադրելու նպատակով նա կպատասխանի։ Թեպետ Դավիթը չգիտեր, թե Աստված երբ, ինչ ձևով պիտի պատասխաներ, բայց նա գիտեր, վստահ էր, որ Աստված անպայման պիտի պատասխաներ։ Սա է հավատացյալներից աղոթելու աստվածաշնչային ուղիղ կեցվածքը, attitude-ը, ձևը, մտադրությունը, մտայնությունը, հոգեվիճակը։ Երբ մենք աղոթում ենք, մենք էլ թեպետ միգուցե նեղ եւ ցավալի վիճակներից ենք անցնում, սակայն այդ բոլորով հանդերձ Դավիթի պես սպասելով սպասում ենք։ Այսինքն համբերությամբ, երկայնմտությամբ, հավատքով, նույնիսկ եթե նեղությունից էլ որ անցնում ենք, մեր հույսը չենք կտրում, մենք Տիրոջն ենք վստահում։ Աստծո ժամանակին, Աստծո ձևին, Աստծո բարության, Աստծո նախախնամությանը, Աստծո կարգած բոլոր հնարավորություններին ենք սպասում ու հավատքով, հույսով եւ համբերությամբ մեր Տիրոջն ենք վստահում։ Իսկ ինչ արավ Դավիթ այսպես աղոթելուց հետո եւ ինչ պիտի անենք մենք, երբ որ այսպես աղոթում ենք մի խնդրի շուրջ։ Առաջին աղոթելուց հետո պետք է մեզ մեր անցյալում կրած նմանատիպ ահավոր վիճակներին անդրադառնալ։ Միգուցե ամենաահավորին։ Պետք է անցյալում մեր ահավոր եւ սարսափելի վիճակին անդրադառնալ։ Դավիթը թեպետ ներկա ժամանակում էր աղոթում եւ այդ ներկայի կրած ուրիշ մի դժվարության համար էր Աստծուն աղաչում 13-րդ համարից սկսյալ կհասնենք դրան, բայց տեսեք նախքան այդ նա չի մոռացել, թե անցյալում ինչպիսի ահավոր վիճակի մեջ էր նա։ Տեսեք երկրորդ համարի մեջ նա հիշում է իր անցյալի ունեցած անտանելի եւ հուսալքված վիճակը,
Եվ այդ վիճակը մի երկու նկարագրությամբ է նկարագրում, նմանություն է գործածում, որ շատ ցցուն, հստակ նմանություններ են։ Այդ հուսալքված եւ անցյալի վատ սարսափելի վիճակը ասում է որպես կորստյան հոր կամ տղմոտ ցեղ։ Կորստյան հորը այն հորն է, այն ծակն է, այն փոսն է, այն խոր գուպն է, որ եթե մեկը դրա մեջ ընկնի, այդտեղից ազատվելը հնարավոր չի։ Այդպիսի մեկը այնտեղ կփթի, կկորսվի, կյանքը կվերջանա, ընդհանրապես կմեռնի։ Իսկ տղմոտ ցեղ, գիտեք տիղմ ինչ է։ Մենք մեր տափակ հայերենով ասում ենք տիլ։ Ոմանք որպես անեծք են գործածում։ Տիլ տամ չեմ գիտես այդպես բաներն ասում։ Այդպիսի բառեր մի գործածեք սիրելիներ։ Տիղմը այն ցեղն է, որ կպուկ է։ Լաջան։ Երբ որ ընկնում ես այդ տիղմի մեջ, տիղմը հատակ չունի։ Հեղուկ է, բայց շատ հեղուկ չի։ Բավարար հեղուկ է, որ քեզ ներս կքաշի։ Եվ որովհետև տակը որևէ հատակ չկա, քար չկա, բան չկա, ոտքը չես կարող տիղմի վրա դնել եւ քո ծանրությունդ բարձրացնել եւ տիղմից դուրս գալ։ Ցեղ է, կպուկ է, ներս քաշող է, մահաբեր է, սարսափելի խեղտամահ անող է։ Տիղմի մեջ ընկնողը ինքն իրեն չի կարող բարձրացնել։ Դրսից օգնություն կարիք ունի։ Տես Դավիթն ասում է ես այդպիսի ահավոր վիճակի մեջ էի։ Իմ ահավոր վիճակս այդպես էր։ Տղմոտ ցեղի մեջ էի։ Կորստյան հորի մեջ էի ընկել։ Որքան ավելի ջանք ես անում այդ տիղմից ազատվել, այնքան ավելի մեջն ես խրվում։ Որքան ավելի թափրտպում ես, այնքան ավելի ես խորանում։ Ուստի այդ էլ ստույգ մահ է սպառնում։ Սիրելի հավատացյալներ, երբ որ մենք մի նեղության միջից ենք անցկենում, կամ մի դժվար ցավոտ պարագայի ենք մատնվում, ու դրա համար աղոթում ենք, Դավիթի պես աղոթքից հետո այս առաջին բանը, որ մեր միտքը պիտի գա եւ քայլ պիտի առնենք, այս է, որ մենք պետք է նայենք այդ մեր դժվարությանը եւ հիշենք, որ սա, որի համար աղոթում եմ, իմ կյանքում անցյալում ունեցած ամենասարսափելի վիճակը չի։ Ամենավտանգավոր տիղմը չի, որի համար աղոթում եմ, որ Աստված ինձ փրկի։ Ինչու գիտեք, պետք է հիշել, թե Աստված մեզ ինչպես դրանից շատ ավելի ցավալի, շատ ավելի ահավոր, շատ ավելի վտանգավոր եւ անմխիթար վիճակից ազատեց։ Տերը մեզ մեր հոգևոր կորստից ազատեց, մեր հավիտենական տիղմից ազատեց։ Տերը մեզ իր հոգիով նորից ծնունդ տվավ, նորից կյանք տվավ։ Տերը մեզ իր որդու ուղարար կյանքի եւ փոխանորդական մահվամբ մեզ մեր բոլոր մեղքերի դատապարտությունը հավիտենապես մեզ ներեց, քավեց, մաքրեց, լվաց։ Տերը մեզ դժոխքից ազատեց։ Տերը մեզ մեր մեղքի մեղած կապերից ազատեց։ Սատանայի տիրապետության տակ դատապարտությունից ազատեց։ Տերը մեզ խավարի տիրապետությունից իր սիրելի որդու լույսի թագավորության տակ փոխադրեց։ Այդ էր մեր ամենամեծ տիղմը։ Տերը մեզ ազատեց։ Մենք պետք է հիշենք։ Երբ մենք մեզ որևէ փրկելու ձև չունեինք, ոչ էլ կարողություն ունեինք, ոչ էլ կամեցողություն ունեինք, երբ մենք մեզ հավիտենական կորստից ստույգ կորստից ազատելու ոչ մի ճար ճամփա ելք չունեինք, Տերը ինքը վրա հասավ մեզ ազատեց։ Ասոխոսն ասում է, երբ տակավին մեր հանցանքների մեջ մեռած էինք, անզգա էինք, Աստծո բարկության տակ էինք, սատանայի որդիքն էինք, սատանայի ուզածն էինք անում, նրա ստրուկներն էինք,
կապված էինք մեղքի ճիրաններով։ Երբ մենք Տեր Հիսուսի միջոցով փրկության բարի լուր լսեցինք, Սուրբ Հոգին դա մեր մեջ ազդեցիկ արավ, մեզ կոտրեց, մեզ ծունկի բերավ, մեզ զղջման առաջնորդեց, մենք խոստովանեցինք, Աստծուն աղաչեցինք, գիտեք ինչ տեղի ունեցավ։ Աստված մեզ ամենամեծ, ամենասարսափելի խնդրից ազատեց։ Տիղմից մեզ հանեց, ցեխից մեզ մաքրեց, մեղքից մեզ լվաց, մեր անցյալի, ներկայի եւ ապագայի բոլոր դատապարտությունը Հիսուսի վրա դրավ եւ Հիսուսի այդ մաքուր ուղարար օրինապահ կյանքի բոլոր կրեդիտը մեր վրա հագցրեց։ Փառք Տիրոջ։ Ինչ էր քո խնդրեմը, որ համար աղոթում էր։ Փոքրացավ եկավ այսքան եղավ։ Ինչու, որտեվ քո ամենամեծ դժվարության անդրադարձար։ Երբ որ հավատացինք, փրկվեցինք, ուրեմն, եթե Աստված մեզ մեր ամենամեծ եւ ամենաահավոր վիճակից այսպես ազատեց, վստահ լինելու ենք, սպասումով միգուցե պիտի սպասենք, բայց աչքը ճանապարհին, գիտակցության մեջ ունենալով, կենթանի հույսի վրա հաստատված, թե մեզ մեր ամենամեծ, ամենաահավոր վիճակից ազատողը, մեր առօրյայի ցավերից, առօրյայի նեղություններից, ընտանեկան վիճակներից, աշխատանքի դժվարություններից եւ տարբեր դժվարություններից էլ կազատի։ Եվ միգուցե դրանց միջից մեզ անցնելու պահին էլ վստահ մեզ կզորացնի, դիմադրելու եւ դիմանալու կարողություն կտա, մեզ կպահի, կկահավորի, կպատնեշի, կպաշտպանի, կպահպանի, մեզ նաև կսփոփի, կմխիթարի, կքաջալերի, կհուսադրի։ Այսպես է աշխատում Աստված հավատացյալներիս կյանքի մեջ։ Հռոմեացիս 8:32-ի մեջ Աստծո խոսքը մեզ այս է սովորեցնում։ Հռոմեացիս 8:32, Romans 8:32։ Նա որ իր որդին էլ չխնայեց, այլ մեզ ամենիս համար մատնեց նրան, էլ ինչպես նրա հետ ամեն բաները չի շնորհել մեզ։ Ամեն բաները նրանք են, որոնց համար աղոթում ենք մեր առօրյա կյանքի մեջ։ Եթե իր որդիով մեր հավիտենականությունը մեզ շնորհեց, չէ կարծում մեր ամենօրյա մանր մունր բաները Աստված կշնորհի մեզ, անշուշտ է կշնորհի։ Երկրորդ Պետրոս 1:3-ի մեջ կարդում ենք 2 Peter 1:3 Նրա, այսինքն Տեր Հիսուս Քրիստոսի աստվածային զորությունը շնորհեց մեզ, արդեն շնորհել է մեզ։ Այն ամենը, որ կյանքի եւ աստվածպաշտության համար պետք է նրա գիտությունով։ Աստված Տեր Հիսուսի միջոցով իր աստվածային զորությամբ հավատացյալներին տվել է արդեն այն ամեն բան նրա գիտության մեջ, նրա խոսքի մեջ, նրան վստահության եւ հուսադրության մեջ բովանդակված ունենք այդ վստահությունը, assurity, նրա գիտության մեջ, որ այս կյանքի եւ այս կյանքում մեր աստվածպաշտության ընթացքում մեր բոլոր կարիքները Աստված կհոգա։ Ուրեմն աղոթելուց անմիջապես հիշելու ենք, թե ինչպիսի ահավոր ցեխից ու տիղմից մեզ ազատեց Աստված։ Երկրորդ, աղոթելուց անմիջապես հետո մեր թե անցյալի նեղությունների դժվար պարագաների մեջ եղող Աստծո կատարած հիանալի գործին պիտի անդրադառնանք։ Աստծո սքանչելիությանը պիտի անդրադառնանք։ Դարձյալ տեսեք առաջին երկու համարներին, այս անգամ ոչ թե մեր անցյալում ունեցած ահավոր վիճակին ենք անդրադառնում, այլ երկրորդ կետում Դավիթը Աստծո կատարած գործի հիանալիությանն է նայում։ Ասում է. Նա դեպի ինձ նայեց,
աղաղակս լսեց, ինձ կորստյան հորից ու տղմալի ցեխից հանեց, ոտքերս ժայռի վրա դրավ, կանգնեցրեց, գնացքս, այսինքն քայլերս հաստատեց կամ ապահովեց, որ նորից չսահեմ, նորից չգայթակղվեմ, նորից չընկնեմ։ What a wonderful picture. Դավիթ վկայում է, թե երբ ինքը անցյալում ահավոր վիճակի մեջ էր, երբ նա կորստյան հորի մեջ էր, երբ տիղմոտ ցեխերի մեջ խեղտամահ էր լինում, երբ նա Աստծուն սպասումով աղոթեց, հիանալի եւ սքանչելի իրականությունը այն է, որ Տերը այս ողորմելի, խեղճ, անճար, կորստյան կապանքներով, մեղքի ճիրաններով կապվածին նրա երեսին նայեց, նրան ողորմեց, նրան գթաց, նրան շնորհք արավ, նրա աղերսն ու աղոթքը լսեց, Տերը նրան գուբից հանեց, տիղմից հանեց, ոչ թե միայն տիղմից հանեց, այլ ոտերը դրավ քարի վրա, տեսնում եք հակապատկերը, տիղմը եւ քարը։ Նրա ոտքերը, նրա քայլերը ապահովեց, ոչ թե միայն քարի վրա կանգնեցրեց, այլ նաև նրա ընթացիկ քայլերը ապահովեց, որ նորից տիղմի մեջ չընկնի։ Սա Աստծո հիանալի արարքն է հավատացյալներից կյանքի մեջ, սիրելիներ, որ ես ու դու որպես մեղավոր մարդիկ հիմա Տեր Հիսուսի արժանիքով փրկված ենք հավատքի միջոցով, Հիսուսի մեջ, Աստծո շնորհքով։ Մեր անցյալի, ներկայի եւ ապագայի բոլոր դատապարտությունները մեզ ներված են։ Մենք արտարացած ենք Աստծո առջև Տեր Հիսուսի մեջ կանգնած։ Եվ ոչ թե այդքան, այլ Աստծո թագավորության որդեգրված նրա որդիքն ենք եւ նրա ժառանգներ եւ հավիտենական կյանքի ժառանգներ։ Այս է մեր օրհնյալ երաշխիքը։ Եվ ծածկված պահվում ենք հավիտենական կյանքի համար Տիրոջ մեջ։ Սա միայն Աստծո կատարած հիանալի գործն է մեր կյանքի մեջ։ Հիանալի շնորհքն է, որի մասին հաճախ երգում ենք եւ այսպես ենք ասում, հիանալի շնորհք, ինչ քաղցրես տուն, փրկեցիր խեղճն ինձպես, կորսված էի, բերիր ինձ տուն ու կույր, արտեսնեմ ես։ Տեսակ վտանգները, ապահով միշտ կանցնիմ, այս կատարողը միայն շնորհքն է, շնորհք մինչև տուն հասնիմ։ Սիրելիներ, այս Աստծո շնորհքին անդրադառնալով, նրա այս հիանալիությանը առջև կանգնած եւ դրան անդրադառնալով, մենք մնում ենք ապշահար, մենք մնում ենք հմայված, մենք մնում ենք սքանչացած, amazed, անխոս, բառեր չունենք պատմելու։ Միմիայն անարժանապար վայելել, դրա համար Աստծուն ավելի վստահել, ավելի սիրող, ավելիով հնազանդող, ավելիով օրհնող, ավելիով ծառայող։ Եփեսացիս 2:5-ի մեջ, Ephesians 2:5, Պողոս առաքյալն ասում է, շնորհքով եք փրկված։ This is code work, it's a code, կարճառոտ, համառոտ խոսք է։ Երբ ասում է շնորհքով եք փրկված, այսինքն հավատացյալ, wake up, անդրադարձիր, թե քեզ ինչ է պատահել։ Տես Աստված ինչ է արել քո կյանքիդ մեջ։ Շնորհք է արել քեզ։ Եվ նա 8-րդ համարից այսպես է շարունակում այս կարճառոտ բառերը մի քիչ ավելի է բացում։ Կրկնում է 8-րդ համարից. շնորհքով եք փրկված։ Հավատքի միջոցով, այսինքն հավատքի խողովակով եք, որ կապնվել եք այս Աստծո հետ։ Եվ սա ոչ թե ձեզանից է, այլ Աստծո ինչն է, պարգևն է, նվերն է։ Շնորհքը եւ հավատալը երկուսն էլ Աստծո պարգևն են։ Աստծո նվերն են, որով դրա միջոցով Հիսուսով եղած փրկությունը մեզ համար անձնականացնում ենք,
Մենք փրկվում ենք, երբ որ Տեր Հիսուսին հավատքով հենվում ենք, հավատքով խոստովանում ենք, հավատքով դարձի ենք գալիս, մեր մեղքերը խոստովանում ենք եւ Աստծուն ասում ենք. Տեր, քո որդիդ ղրկեցիր իմ նման մեղավորի համար եւ մենք փրկվում ենք։ Դա արդարություն է սեպվում մեզ համար։ Շնորհքը եւ հավատքը միասին են գործում։ Երկուսն էլ Աստծո նվերն է։ Առաքյալը շարունակում է, թե այս շնորհքի եւ հավատքի պարգևը ոչ թե գործերից էր, ոչ թե մեր մտածելակերպներ, մեր արարքներ, թեպետ մենք էինք, որ հավատացինք, բայց դա Աստծո նախաձեռնությամբ եղավ, որ կարողացանք եւ կամեցանք հավատալ։ Բայց ինչի՞ սրանից առաջ չէիր հավատում։ Այդ օրը, այդ պահը, հիշում ես այդ պահը, որ դու հավատքի եկար։ Ես հիշում եմ 14 տարեկան էի։ Եկեղեցու մեջ նստած։ Եվ լսեցի Աստծո խոսքի պատգամը։ Լսեցի, որ ես հովիվի թորնիկ լինելով անգամ դժոխքի բաժին եմ։ Որտեվ մեղքեր եմ անում, մեղավոր վիճակ ունեմ եւ խոստովանեցի։ Դարձի եկա։ Այդ պահին Տերոջը խոսքն ասում է, որ ես փրկվեցի։ Դու էլ նմանապես այդ պահին, որ Տիրոջը դարձար, հիշում ես ինչ եղավ քեզ։ Զղջալով Տիրոջ առջև կոտրվեցիր։ Աստված քեզ փրկեց։ Քեզ տիղմից հանեց, լվաց, մաքրեց, հիանալի հրաշալի շնորհքը քո վրա առատ եղավ, թափեց, ողողեց քեզ։ Դա քո արածը չէր։ Դա Աստծո շնորհքն էր։ Եվ ասում է, սա գործերից չէ, որ մեկը պարծենա, վասնզի նրա ձեռագործն ենք։ Այս առավոտ սրա մասին մանրամասն խոսեցինք։ Նրա ձեռքի գործն ենք, նրա արվեստի գործն ենք, նրա նպատակավորված եւ դիտումնավոր արարքի արդյունքն ենք, we're the product, the workmanship of God։ Աստված քեզ անցյալի հավիտենականությունից ծրագրել էր ստեղծել եւ ստեղծեց ճիշտ այնպես ինչպես որ ես, որ մի օր քո կյանքում նրա խոսքը հասնի քեզ եւ դու վերադառնաս, նա քեզ տեղմից հանի, ցեխից բարձրացնի եւ իր առաջվա այդ ծրագրին բանեցնի քո կյանքդ, քո էությունդ, քո բոլոր ժամանակով, էությամբ եւ անձով։ Այդ դրա համար Աստված մեզ փրկեց։ Սա հիանալի շնորհք է։ Երբ աղոթում ենք դժվարության ժամանակ, եւ աղոթքից վեր ենք կենում, հիշելու ենք, որ ով Տեր։ Սա քո շնորհքդ է, որ ինձ փրկել է, եւ ես հիմա այդ առանձնաշնորհումը ունեմ։ Քո հոգիդ իմ մեջ է ապրում եւ ունեմ այդ համարձակությունը մոտենալու քո գահիդ եւ իմ աղոթքս ու աղերսս քո ամենակալ Աստծուց արժև ներկայացնեմ։ Այդ շնորհքիդ համաձայն դու ինձ ողորմիր։ Այդ անելու ենք աղոթքից հետո։ Աստծո շնորհալի արարքին անդրադառնալու ենք։ Քանի շնորհքի մասին եմ խոսում, հարց տամ, կա մեր մեջ մեկը, որ տակավին այս շնորհքը չի ստացել։ Տակավին փրկված չի։ Տես, Աստծո շնորհքը իր խոսքի միջոցով մեզ հասանելի է դառնում։ Երբ որ խոսքը լսում ենք եւ տեսնում ենք, որ մենք մեղավոր վիճակով ենք աշխարհ եկել, դրա համար էլ մեղքեր ենք անում, դրա համար էլ տիղմի մեջ ենք, չենք կարողանում ազատվենք, այն ժամանակ Աստված իր խոսքով քեզ հրամայում է եւ հրահանգում է եւ հրավիրում է, որ դու ետ դառնաս, զղջաս, ապաշխարես, ծունգի գաս եւ երբ անես կփրկվես։ Տեր Հիսուսին հավատաս, որ քո փոխարեն ապրեց ու մեռավ, որպեսզի դու չմեռնես քո մեղքերիդ համար։ Երբ հավատաս կապրես։ Կարող ես Դավիթի նման ասել, թե ես էլ մի օր մեղքի տիղմի մեջ էի, բայց Աստված ինձ էլ հանեց։ Ես էլ մի օր գուպի մեջ էի ընկել, բայց Աստված ինձ փրկեց, ոտերս քարի վրա դրավ, իմ գնացքս հաստատեց, փառք Տիրոջ։ Ամեն անգամ աղոթելուց հետո, հենց որ վեր ես կենում, հիշիր, որ Աստծո շնորհքն էր, որ քեզ փրկեց։
Աստված ինչպիսի բարիքներ արավ սրանից առաջ։ Մենք երգում ենք, թվե օրհնություններդ մեկ առ մեկ, որ հիանաս ինչեր ըրացա քեզ Տեր։ Իմիջայլոց մինչ տիղմի մասին եմ խոսում։ Ուզում եմ ասել, որ մեղքը եւ մեղավոր վիճակը տիղմի պես է սիրելիներ։ Տիղմի հետ խաղ մի արեք։ Մեղքի հետ խաղ մի արեք։ Հանկարծ կհայտնվես տիղմի մեջ մինչև ստեղ խրված։ Որտեղ շատ դժվար կլինի վերադառնալ։ Երբ որ տեսնում ես միտեղ տիղմ է, ցեխ է, տիլու ցեխ է, ճանապարհդ փոխիր։ Փախիր։ Գնա նրանց հետ, որ Աստծո աստվածապաշտությամբ Աստծուն են պաշտում։ Անհավատարմության տիղմը, պոռնոկագրության տիղմը, pornography, թմրեցուցիչների տիղմը, ստախոսության եւ խարտախության տիղմը, կեղտոտ խորհուրդների եւ անբարո մտքերի տիղմը, զեղ կյանքի տիղմը, զվարճամոլության եւ անտարբերության տիղմը, apathy and fun seeking. These are mires of life. Սրանց նման հազար մի ուրիշ տիղմեր կան, կապանքներ կան, շղթաներ կան, որոնք իրենց գերավարածին կապում են եւ դեպի կորստյան գուբներ իջեցնում, հեռու մնա սրանցից։ Մեկ կողմ գցիր։ Եթե մի բան էլ անում ես, այլևս մի արա։ Դու որ հիմա լվացված ես, գնա արդարության ճանապարհների մեջ Տիրոջ անունը կանչողների հետ նստիր վերկաց։ Քո ընկերներդ, շրջապատդ նրանցից ընտրիր, որովհետև չար ընկերակցությունները, բարի վարքը ապականում են ասում Աստծո խոսքը։ Ուրեմն Դավիթի նման աղոթելուց հետո, որպեսզի այս շնորհքը վայելես, մի երրորդ եւ վերջին քայլ կա այսօրվա համար։ Եվ այդ երրորդ քայլը այս է, որ երբ որ աղոթքից վեր ես կենում, պիտի շարունակես նեղ ճանապարհը քայլել։ You have to continue walking on the narrow path. Այդպես չի որ աղոթեցինք, վերջացավ, հիմա գնանք մեր ուզածն անենք։ Հիմա գնանք աշխարհի պես ապրենք։ Այո, ապաշխարեցի, Աստված ինձ լվաց, ես փրկված եմ փառք Տերոջ, փրկությունս չեմ կորցնել, հիմա գնամ ինչ ուզում եմ անեմ։ Ոչ։ Եթե այդպես է մտայնությունը, ես քո փրկության վրա մեծ կասկած ունեմ։ Չես հասկացել ինչ է կատարվել քո կյանքի մեջ, կամ չգիտես ինչ է եղել։ Տես, երբ որ Տերը մեզ փրկում է, մեզ լայն ճանապարհից հանում է եւ վերահաստատում է մեզ նեղ ճանապարհի մեջ։ Եվ Տեր Հիսուս ասեց. լայն ճանապարհը այն ճանապարհն է, որ դեպի ուր է տանում մեզ։ Կորուստ է տանում մեզ։ Եվ շատեր են, որ այդտեղ գնում են։ Մի նայել, որ շատերն այդպես են անում ու ոչինչ չի պատահում։ Չէ, ոչինչ չէ, որ չի պատահում։ Ամեն բան է պատահում։ Բժողք են գնում։ Բայց նեղ է այն ճամփան ու քիչվոր են այնտեղից գնացողները, որ դեպի կյանք են գնում։ Երբ որ Տերը մեզ լայն ճանապարհից հանել է ու դերը նեղ ճանապարհի մեջ, ուրեմն մենք պարտենք այդ նեղ ճանապարհի մեջ։ Խաչդ առ ու իմ ետևիցս եկ, ասաց Տեր Հիսուս։ Դժվար պիտի լինի մեզ մեր հին ընկերներից ձերբազատվել։ Դժվար պիտի լինի մեզ մեր հին սովորություններից նորին փոխադրվել։ Դժվար պիտի լինի մեզ մեր հին ավանդույթները մեկ կողմ դնել եւ նոր վարժողություններ ցեք բերել։ Դժվար պիտի լինի մեզ կիրակի առավոտներ, առավոտը շուտ վեր կենալ, երեխաներին պատրաստել, ամեն բան տեղ դնել, ամենին հավաքել մեքենա եւ գալ եկեղեցի։ Դժվար պիտի լինի, քեզ ասեմ քեզ։ Դիսցիպլին է պահանջում։ Բայց հոգևոր կյանքը դիսցիպլինի կյանք է։ Դե պատճառը որ մարդիկ լայն են նախընտրում, այն է որ դիսցիպլին չկա, ինչ ուզում են անում են, նրանց ինչ ես անում ասողը չկա։ Undisciplined life will lead you to destruction. Դրա համար Տերը մեզ նեղ ճանապարհի մեջ է դնում։ Մեզ զգայուն է դարձնում։
ամեն մի փոքր խոսքի մեջ, ամեն մի նայվածքի մեջ, ամեն մի խորհրդի մեջ մենք մեզ քնող կյանք ենք ապրում, թե արդյոք իմ կյանքս այս խոսքի համեմատ է թե ոչ։ Եվ այդպես անելով կամաց մենք լինում ենք այն ծերագործը, այն արժեքավոր արվեստի Աստծո մատների գործը, որ Աստված ժամանակից առաջ մեզ ստեղծել էր դրա մեջ լինելու, այդ վիճակին հասնելու եւ բոլոր բարի գործերի համար քայլելու։ Այ Աստված այդպես է աշխատում մեր կյանքի մեջ։ Ուրեմն երրորդ քայլը այս է, որ նեղ ճանապարհով պիտի քայլես։ Եվ այդ նեղ ճանապարհը տխրության ճանապարհ չի, ասեմ ձեզ, թեպետ նեղ է, բայց ուրախ ճանապարհ է։ Ջոն Քալվինը ասել է. հավատացյալներիս ունեցած պարտականությունը Աստծո առջև հաճելի պարտականություն է։ It's a delightful duty. Ոչ ոք մեզ չի պարտադրում, որ Աստծուն պաշտենք։ Մենք ուզելով ենք Աստծուն պաշտում։ Մենք վազելով ենք Աստծո խոսքը կարդում։ Մենք վազելով ենք զոհում, մենք ուզում ենք, որ մեր կյանքը զոհենք Աստծո համար, որտեղ կարժի ամեն բան զոհել Իքին Քրիստոսի, որ իր կյանքը իմ ու քո նման մեղավորների համար տվավ։ Դավիթն ասում է. աղոտ կանելուց հետո նոր երկ դրավ իմ բերանում, մեր Աստծո օրհնությունը։ Շատերը կտեսնեն, կերկյուղեն եւ Տիրոջը կհուսան։ Թեպետ Դավիթը նեղ վիճակից էր անցնում, թեպետ նեղ ճանապարհով էր քայլում, թեպետ աղոթում էր, որ Աստված իրեն ազատեր։ Իր ահավոր վիճակն էր հիշում, Աստծո փառավոր սքանչելի գործն էր տեսնում, եւ հիմա այդ անելով նա իր նեղ ճանապարհը երկելով է ճանապարհվում։ Աստծուն փառաբանելով է իր նեղ ճանապարհը քայլում։ Ուրախությամբ, Տիրոջ պաշտելով է իր առօրյան ընթանում, նույնիսկ երբ առօրյայի մեջ կան նեղություններ։ Որովհետև Աստված էր, որ նրան հաստատել էր, Աստված էր, որ նրա քայլերը ապահովության մեջ էր դրել, Աստված էր, որ նրան նեղություններից անցնելու պարագային անգամ նրա շրթների վրա երկ էր դրել, որ երկեր Աստծուն փառք տար։ Երբ էր վերջին անգամ, երբ որ նեղություն համար աղոթեցիր, հետո վեր կացարցեցիր երկել։ Have you ever done this? Փորձեք։ No wonder, երբ որ Հիսուս գնաց աղոթեց, հետո երկեցին։ There's a secret in it. Երբ որ մենք երկում ենք, փառաբանության երգեր ենք երկում, աղոթելուց հետո, այդ աղոթքի մտադրությունը մեր արթուն եւ առօրյա կյանքին յետ գնալու պահին մեզ ուղում է, չի թողնում, որ մեր ուրախությունը մեր բերնից, մեր մտքից փախչի, որտեղ եթե չերկենք, չորտնենք Տիրոջը, աշխարհը պատրաստ է մեզ նորեն մեր ծանրոցները մեր շալակին տա։ Մենք Աստծուն փառք ենք տալիս, որ աղոթքի պահ ունենք։ Այո, հոգնում ենք, աղոթում ենք, բայց հետո վեր ենք կենում, ուրախությամբ երգելով տուն ենք վերադառնում։ Ինչու գիտեք, որտեղ այս երգը ասում է նոր երգ է, հին երգ չի, ուրիշ երգերի նման չի, գիտեք, աշխարհի երգերը հին երգեր են։ Հին նյութերի մասին են խոսում։ Ամեն երգերը սիրահարների մասին են, կամ կորուստի մասին են, մանավանդ country երգերը։ Կամ վշտության մասին են, կամ բնությունն են մեծարում, կամ աղջիկին են մեծարում, կին ու զավակ են մեծարում, մայր են մեծարում, չգիտեմ ինչ են մեծարում։ Շան հին նյութեր են սրանք։ Դա հին կյանքի կապած նյութեր են։ Մենք նոր կյանքի ենք փոխվել։ Նոր երկ կարիք ունենք, եւ այս նոր երկը, այս նոր երկի նյութը երկրավոր սերերը չեն, երկրավոր երազանքները չեն, երկրավոր մարդկային մարմնավոր փափակները, ըղձանքները չեն, այս նոր երկը հին մարդուն չի գովում, այս նոր երկը ստեղծվածներին չի բարձրացնում, այս նոր երկը լրիվ տարբեր է, որովհետեւ նա Աստծուն է օրհնում, նորացնող, նորոգող, վերականգնեցնող, վերանորոգող, վերակազմող Աստծուն է երկում, դրա համար նոր երկ է։ Հարստամ քեզ, դու նոր երկ ունես բերնումդ։ You have a new song in your mouth?
Sing it. Աստծուն է բարավորում, Աստծուն է բարձրացնում, Աստծուն է գովում։ Մեկը նստում է մեքենայիդ մեջ, առաջ քո հետ խոսում էր տրտունջ, գանգատ, նղ-նղ, բղ-բղ, վայ-վույ, հիմա նստել է մեքենայիդ մեջ, պատմում ես, որ ինչ լավ անցավ այն օրը գնացին Կիրակի օրը, տես Աստծո խոսքը այսօր կարդում էի, այստեղ, այս ինչ ա եղել քեզ։ Հա, ասեմ քեզ ինչ ա եղել ինձի։ Ես հին էի, հիմա նոր եմ։ Ես հին երկուն էի բերնումս, հիմա նոր երկուն եմ բերնումս։ Շատերը կտեսնեն Աստծուց երկյուղ են և Տիրոջը կհուսան։ Այլևս ծանրոտ չկա իմ շալակիս վրա, երբ որ աղոթելուց հետո երկելով եմ տուն գնում։ Ծանրոցները մնում են Աստծո շնորհած գահի ներքև։ That's God's problem anyway. Այլևս իմ պրոբլեմը չի։ He will take care of me. He will see to me. Դրա համար է որ Կողոսացիս 3:16-ի մեջ Colossians 3:16 Աստծո խոսքը մեզ ուսուցանում է, ասում է մեզ. Քրիստոսի խոսքը բնակվի ձեր մեջ առատապես. You know what it means? Բնակվել, այսինքն այնտեղ ապրի, այսինքն այնտեղ քո իր տունը սարքի, ոչ թե հյուր գա։ Շատերս Աստծո խոսքը որպես հյուր են ընդունում։ Մի օր կարդում ենք, հետո մտ 10 օր չկա, հետո նորից մեր դուրը զարկում են, բարի ես եկել, բարի, համեցեք, ինչ բերեմ, հա, Սաղմոսն ենք կարդում, հա, ինչ լավն էր, դե լավ, բայ, ծալում ենք, դե մենք թափչեր, գնաց մինչև Աստված այմանում երբ։ Հյուրի նման ենք վարվում Աստծո խոսքի հետ։ Ոչ, Կողոսացիցն ասում է, Քրիստոսի խոսքը ձեր միջումը բնակվի, to abide, այնտեղ ապրի, այնտեղ իր տունը սարքի։ Ինչպես, կաթիլ, ոչ, առատապես, շատ, ամեն իմաստությունով, որպեսզի իրարու սովորեցնենք, իրարու խրատենք, հետո սաղմոսներով և օրհնություններով և հոգևոր երգերով և շնորհքով օրհներգեցեք Տիրոջը ձեր սրտերումը։ Երբ որ Աստծո խոսքը առատապես մեր մեջ բնակվի, երբ որ աղոթում ենք, այդ խոսքի հիման վրա ենք աղոթում, Աստծուն ենք հանձնում և գիտենք, որ Տերը մեզ այդ նեղ ճանապարհի վրա մեր ոտները հաստատեց, մեր քայլերը պետք է ուղղի և ուղղում է և չենք սայթաքել, այն ժամանակ վեր ենք կենում երգելով մեր աղոթքից հետո Աստծուն փառաբանում ենք։ Այդպիսով մենք մնում ենք ապահով։ Այդ ենք անում աղոթքից հետո։ Գիտեք ինչու, որտեվ Հայտնության գրքի մեջ կարդում ենք, որ Հովհաննես առաքյալը երկնքի տեսարանը մեզ համար մի քիչ բացատրում է, թե երկնքում ինչ են անում մարդիկ։ Երկնքում այլևս մարդիկ իրենց դժվարության համար չեն աղոթում, որտեղ դժվարություն չկա, փառք Տիրոջ։ Մեղք էլ չկա, տանջանք չկա, ցավ չկա, նեղություն չկա, լաց չկա, կոծանք չկա։ Երջանիկ կյանք է։ Բայց ինչ են անում մարդիկ։ Մարդիկ աշխատանք ունենալու, պարտականություններ են անելու։ Բայց այդ բոլորով հանդերձ, այդ բոլոր իրենց անելիքների մեջ, Հայտնություն 5:8-ի մեջ ասում է, թե եկեղեցու առաջնորդները, բոլոր փրկվածների 24 երեցները ընկնում են գառան առաջին Հիսուսին խոնարհություն են անում, պաշտամունք կա։ Եվ այնտեղ 9-րդ համարում ասում են, նրանք նոր երգ են երգում։ Եվ ասում են, այս են ասում, երգի բառեր այս է։ Արժանի ես առնելու այդ գիրքը եւ դրա կնիքները, որովհետեւ մորթվեցիր եւ քո արյունովը մեզ գնեցիր Աստծո համար ամեն ցեղից, ամեն լեզվից եւ ժողովրդից։ Հետո 13-րդ համարում կարդում ենք, որ այս երկողներն ասում են, արժանի է մորթված գառը առնելու եւ զորություն, եւ փառք, եւ օրհնություն, ու բոլոր ստեղծվածները բոլոր ասում էին աթոռի վրա նստողին, եւ գառին լինի օրհնությունը եւ փառքը եւ կարողությունը Հավիտյանս Հավիտենից։ Այս երկնքի տեսարանն է։ Եվ մենք երկրի վրա պատրաստվում ենք երկինք գնալու։ Լավ չի, որ մենք այստեղից փորձենք երկենք Աստծուն։ Նույնիսկ եթե երկրի վրա նեղության միջել անցնում ենք։ Սիրելի հավատացյալներ, երբ որ մենք շնորհած գահին ենք մոտենում ու մեր խնդրանքներն ենք աղերսում,
Այդ անելուց հետո պետք է մեզ երգել, Աստծուն փառք տալ, փառավորել Տիրոջը, շնորհակալություն հայտնել այդ աղոթքի պահի համար, այդ աղոթքի առանձնաշնորհման համար, այդ առանձնաշնորհումը, այդ privilege-ը, որ ունենք, որ Աստծո գահին ենք մոտենում առանց վախի, ամենայն համարձակությամբ, թե մենք իր որդիքն ենք եւ նա մեզ լսում ու պատասխանում է իր կամքի եւ իր բարի կամքի համաձայն, որ իր կամքը մեր կյանքերի մեջ բարի է, կատարյալ է եւ հաճելի է. What a privilege to carry. Պետք է Տիրոջ օրհնել, ոչ թե երբ որ աղոթում ենք, հետո աղոթքից հետո վեր ենք կենում, այ, էլի հենց նույն ցավերը, նույն բաները տուն ենք գնում։ Ինչ օգուտ, եթե այդպես պետք է անենք աղոթքից հետո։ Այդ աղոթելը ինձ ինչ օգուտ արավ։ Ուրեմն մենք պիտի երգենք, Աստծուն փառք տանք աղոթքից հետո։ Երբ վերջի անգամ, երբ անդրադարձար, թե ինչպիսի ահավոր վիճակից Աստված քեզ բրկեց։ Երբ վերջի անգամ, երբ անդրադարձար, թե ինչպիսի հիանալի շնորհք էր, որ քեզ բրկեց, Աստծո արածին տեսար։ Ու երբ վերջի անգամ, երբ աղոթելուց անմիջապես հետո սկսեցիր Աստծուն փառք տալ, այդ նորոգված հոգով նոր երգ Աստծուն փառավորելով։ 4-ից 5 համարների մեջ նա եզրափակում է այս նոր երկի նյութի պարունակության մասին է խոսում։ Ասում է Երանի այն մարդին, որ նա իր հույսը Տերն է շինում եւ ամբարիշտներն ու սրտության հետևողներին չի դառնում։ Եվ հետո Տերոջն ասում է շատ են քո հրաշքները, ով Տեր, թե ոչ կպատմեի, որովհետեւ քանի որ շատ են, թիվը շատ է, I can't even count them։ Դավիթը Աստծուն վստահելու օրհնության երանության մասին է երգում։ Աստծուն վստահելը մեզ երջանկություն է բերում, սիրելիներ։ Եվ դրա համար մենք Աստծուն փառք ենք տալիս, որ աղոթքի մեջ նեղության պարագայից անցնելու միջոցին նույնիսկ վստահում ենք Աստծուն եւ դա մեզ երջանկություն է տալիս։ Դրա համար Աստծուն փառք ենք տալիս։ Նրա խնամարարության համար Աստծուն փառք ենք տալիս։ Նրա տիրության համար Աստծուն փառք ենք տալիս։ Նրա լսող ականջին ու նայող երեսի համար փառք ենք տալիս։ Նրա ընդունող բազուկների համար Աստծուն փառք ենք տալիս։ Նրա գթառատության համար այնքան շատ է, այնքան անհամար է, ասում է Դավիթը, որ չեմ կարող նույնիսկ հաշվել, թե դու ինչքան գթառատ ես եղել իմ համեմատս։ Ինչ է կարծում։ Աղոթքից հետո երկողի համար, Աստծուն օրհնելու օրհնողի համար այլևս տեղ կա մտահոգվելու։ Չկա։ Անհնար է մեկը աղոթքից հետո Աստծուն փառք տա եւ նույն պահին մտահոգվի։ Չի խառնվում, յուղ ու ջուր է։ They don't go together։ Աղոթելուց հետո առօրյայում մեր առօրյա կյանքում, մեր հոգևոր կյանքը Տիրոջ օրհնությունով լցնելու, մեր ականջները Աստծո խոսքի օրհնությունով լցնելու, մեր հոգիները, մեր բերանը, մեր միտքը Աստծո խոսքով լցնելը մեզ համար օրհնություն է, մեզ համար խաղաղություն է, մեզ համար դեղի պես օգտակար է։ Այդ բոլոր մոլությունները Աստծո խոսքի մաքուր ջրով է, որ լվացվում են եւ փոխարինվում են։ Փոխարեն հիշենք այդ վատ խորհուրդները, մեղսալի պատկերները, հիշում ենք Աստծո խոսքի խոսքը, ճշմարտությունը, երկերը, փառք ենք տալիս Տիրոջ։ Եվ մեր ներքն աշխարհը փառաբանում է Աստծուն, նույնիսկ երբ որ դժվարությունների մեջից ենք անցնում։ Եվ երբ որ ուրիշները նայում են մեր կյանքին, տեսնում են փոփոխությունը, անդրադառնում են դժվարության կացությունը, բայց հետո անդրադառնում են մեր այս վիճակը։ Աստված գործ է ածում մեր կյանքի վկայությունը։ Եվ մենք նրանց, երբ որ նրանք մեզից հարցնում են, թե ինչ եղավ քեզ, դու վկայում ես այն քեզ փոխող Աստծուն, այն շնորհքին, այն զորությանը, որ քեզ մեղքի տիղմից հանեց եւ ոտքերը ժայռի վրա հաստատեց եւ քո բերանը դրավ նոր երկ։ Այդպիսով առաջնորդում ենք շատերին,
որպեսզի նրանք էլ Տիրոջից վախենան եւ Տիրոջը հուսան։ Աղոթենք։ Փառք ենք տալիս քեզ մեր Տերը։ Շնորհակալ ենք ով Հայր, որ դու որդիդ գրկեցիր, որ մեր նման տիղմի մեջ մնացածներից, գուպի մեջ ընկածներից, մեղքի ճիրանների մեջ կապվածներից ազատես եւ ազատեցիր Տեր քո խոսքիդ մաքրամաքուր ազատարար զորությամբ Տեր Հիսուս քո շնորհքով քո արժանիքով դու մեզ Հոր Աստծո հետ հաշտեցրեցիր մեզ լվացիր մաքրեցիր եւ հիմա ով Սուրբ Հոգի Տեր աղաչում ենք որ շարունակես մեզ օգնել զորացնել ու մանավանդ երբ աղոթքի ենք կանգնում անդրադառնալով մեր անցյալի ահավոր վիճակը, անդրադառնալով քո գործի հիանալի շնորհքիդ սքանչությանը եւ նաեւ նեղ ճանապարհից քայլելով, նոր երգելով, քեզ փառավորելով, աղոթքի մեջ վստահելով քեզ, ապրենք այն կյանքը, որի համար դու մեզ ձեռագործել ես լինելու իբարս քեզ